Հարգելիներս, այսօր ալ մեծ բադիվենձի համար ցեզի հետ լալու քիչ մը ստուգեմ ընտանուր տեխնիկական վիճակը, որբեսի անկիստ սկսենք մեր այսօրվան հաղորդաշարը, որ շատ կարևոր է, շատ հետաքրքիր հաղորդաշար է։ Այսօրվան Արմենիան Հայաստանի նախագահի օրագարկը կապված է երկու կարևոր թեմային հետ։ Առաջին թեման պիտի ներկայացնենք, պիտի վերլուծենք միասին ընդանուր Երևանյան Հայաստանի քաղաքական վիճակի հետ կապված ուղղակի կամ անուղղակի ծևոր, որ կապ ունի Արմենիան Հայաստանին հետ։ Եվ երկրորդ թեման, որ անպայման կուզեի ցեզի հետ կիսել, բաժնվել, կապված է իմ կալ շաբթվան հրամանագիրը, որ կպատրաստեմ, եւ կուզեի ցեզի հետ կիսել այդ հրամանագիրը, այդ ծրագիրը, այդ առաջարկը, որ պիտի ունեմ մեր խորհրդարանի։ Արմենիան Հայաստանի խորհրդարանի մասին է խոսքը։ Ինչպես որ կտեսնակ, ընդհանուր քաղաքական վիճակը շատ լուրջ է, մանավանդ կապված Երևանյան Հայաստանի ընտրություններուն հետ, շատերը գսեն Հայաստանի Հանրապետության ընտրություններուն հետ, բայց դուք լավ գիտեք, որ ինձ համար Հայաստանը Արմենիան Հայաստանն է, կամ Արմենիան Հայաստանով կսկսի։ Եվ հիմա չեմ փոխելու եւ կգնամ բացատրեմ ինչու համար չեմ փոխելու։ Բայց այո, շուտով ամսուն հունիսի 7-ին ընտրությունները պիտի կազմակերպվի Արևելյան Հայաստանում եւ այդ ընտրությունները մենք ինչ հասկացանք։ Հասկացանք, որ ընդանուր քաղաքական վիճակը ունի երկու ուղղություն։ Առաջին ուղղություն կապված է այսօրվան միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը մեր կողմեն դե ֆակտո իրեն այսօրվան, ասենք թե իրականության ստալինյան սահմաններու ներս։ Երկրորդ ուղղությունը, որ գոյություն ունի, այդ կոնցեպտը, որ գոյություն ունի, ասենք կապված է ընդանուր Արցախի եւ Արմենիան Հայաստանի բանջարդիրության եւ պատմական իրավունքները պաշտպանման եւ այդ երկու ուղղությունները ակասության մեջն են։ Եվ ես պիտի փորձեմ ցեզի ներկայացնել, որ այդ ակասություն մեջ շատ կարևոր եւ դրական վիճակները կան։ Որովհետեւ եթե մենք հասկանանք ինչ կկատարվի, երկու տարի վեր քաղաքական դաշտում տարբեր քաղաքական ուժերը դուրս եկան Արմենիան Հայաստանի իրավունքներուն եւ Արմենիան Հայաստանի հայության իրավունքներուն դեմ դուրս եկան։ Նույնիսկ Արցախի հայության իրավունքներուն դեմ դուրս եկան։ Եվ մենք կհասկանանք, որ ուրիշ քաղաքական ուժեր կան, որ անոնք կուզեն շարունակել քաղաքական բանջարդիրության տարբերություն մեզի է, որ մենք դատական կոզերի մեջն ենք մեր իրավունքները պաշտպանելու համար, մենք չենք մնալու դատական քաղաքական մակարդակի վրա, մենք ամիջապես այդ քաղաքական վիճակը կներկայացնենք դատարանի մեջ, որբեսի դատավորները որոշեն։ Սա հիմնավորված միջազգային իրավունքներուն է։
Եվ ինչ ասկրցանք, որ մեր հայկական Հայաստանից այսօրվան արևելյան Հայաստանից ներս մինչև արևելյան Հայաստանից դուրս այդ երկու կոնցեպտները բավական քրնագման մեջն են եւ կտեսնանք որ երկու այդպես կոնցեպտ կա որ հիմնավոր է այսօրվա Հայաստանը ընդանրապես միացած Հայաստանի մասին է խոսքը առաջին կոնցեպտը որ ցեզի ներկայացնեցի ասենք հողությունը պաշտպանված է բարոն ասենք այսօրվան այս ռեժիմի գլուխին հետ որ ինքը գտանի իբր թե այդ կոնցեպտը որպես իրական իրական Հայաստանը բացատրելով որ ինչ որ դուրս կա իրեն իրական Հայաստանից իրական չի ասենք թե ինքը կգաբե այդ մարդը կգաբե քաղաքական վիճակը իրավաբանական վիճակի հետ եւ ինքը կմտածե որ մենակ քաղաքական վիճակն է կարևոր իրավաբանական վիճակը պետք է գրնա շրջանցնել այո իրեն թեզի մեջ գխոսվի Հայաստանի Հանրապետության ինքնաշխատության մասին որ հիմնավորված է 1991-ին, բայց այստեղ մենք կրնանք ամիջապես նշենք, որ անկախության հռչակագրի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը կսադարե ցեղասպանությունից միջազգային ճանաչումը, որ կատարվեցավ նույնիսկ Արևմտյան Հայաստանի տարածքում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գջանշնա, որ կատարվեցավ ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի տարածքում, մեզի համար շատ կարևոր է, որովհետև գուժեղացնե մեր այսօրվան Արևմտյան Հայաստանի համակարգը։ Մյուս կողմեն Ադանձը գսե, որ իբր թե այսօրվա Հայաստանի սահմանները միջազգայինորեն ճանաչված են։ Շատ լավ, թող ինձի ամբացուցվի դելիմիտացիան եւ դեմարկացիանի միջոցով, ինչպես որ միջազգայինորեն ճանաչված են։ Մանավանդ եթե մենք ունենք Արևմտյան Հայաստանի տարածքում իրավարար վճիռը, որ կհաստատե սահմանը Արևմտյան Հայաստանի եւ Թուրքիո միջև։ Անշուշտ այդ անձը ամեն ինչ ըրավ եւ պատրաստ է շարունակելու անել, որ Թուրքիո հետ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները շտկվին, կարգավորվեն, զիջելով ամբողջ մեր իրավունքները հիմնավորված եւ մեր ցեղասպանության եւ հիմնավորված մեր պետականության ճանաչումները մյուս կողմեն հատպես արվի որբեսի տարածաշրջանում ավելի տնտեսությունը զարգանա եւ ադիման վրա ad անձն է որ փերավ Արևմտյան Հայաստանի հարցը ընդհանուր քաղաքական դաշտի մեջ նույնիսկ ճանաչելով Արմավիրը, Թալինը կամ Մարալիկը որպես Արևմտյան Հայաստանի տարածք։ Կարևոր է դա կրկիր է եւ մենք ուրախ ենք։ Մյուս կողմեն եկավ Արցախի հարցը, որովհետեւ դուք հետևելով ինչ որ կատարվեցավ, հասկացաք, որ լուրջ անսակողություն կատարվեցավ Արցախի հետ կապված։ Եվ իբր թե այդ անձի ասենք թե թիկունքները գուզեն ճանաչնալ Արցախը որպես Ադրբեջանի մաս
որբեսի խաղություն մստիածվի երկու պետություններու միջև եւ որբեսի ընդհանրապես ուրիշ ասենք թե ռազմական գործողությունները չլինեն, բայց մյուս կողմեն մենք նույնիսկ որպես Արմենիան Հայաստանը մենք ճանաչում ենք Միացյալ Հայաստանը եւ մենք ընդունում ենք Արցախը որպես Միացյալ Հայաստանի մաս եւ մենք ուղղակիցեվով բողոքներ ներկայացրեցինք մարդուն իրավունքներու դատարան Ադրբեջանի դեմ եւ կշարունակենք այդ գործողությունը կշարունակենք մինչեւ որ Արցախի հայության իրավունքները բոլոր իրավունքները մինչև որպես բնիկ իրենց ինքնավորոշման իրավունքը հաստատված է դարբեր ցևով եւ անշուշտ դատարանի միջոցով, բայց ոչ մինակ դատարանի միջոցով, նույնիսկ մագի միջոցով, ասենք թե այդ միջազգային կազմակերպությունները, որ կսպառվին հատ հարցերով։ Եվ պետք է այստեղ հասկանանք, որ դեղահանել Արցախի հայությունը, ինչպես որ դեղահանեցին Արմենիան Հայաստանի հայությունը եւ զորով ցևով ստիպեցին եւ նույնիսկ ոչիչացրեցին մեր ընտանիքները, որբեսի ատեղահանված դեղափոխման լինի, անընդունելի նույնիսկ դատապարտված է միջազգային դատարանի կողմեն։ Adoramos ինչպես կրնաբադայել, որ մեկատբեդությունը մանավանդ Հայաստանի անունով գարաժարվի Արցախի հայության կամ ընդհանրապես Արմենիան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանել։ Բայց սա մեկատ քաղաքականություն մնե, որ շարունակվեցավ եւ կշարունակվի մինչեւ այսօր։ Նույնիսկ այդպես կապար մգա որ անպայման պետք է փոխվի սահմանադրությունը։ Սահմանադրության հարցը ինչու, որովհետև պետք է բաժնվի անկախության ճակատագիրը, որ եղել է 1990-ից ազգային սահմանությունը, որ եղել է 1995-ից։ Ացևով մենք եթե այդպես կբաժնվենք, անշուշտ մենք կանջադենք մեր ազգային իշխողությունը, մենք կանջադենք անշուշտ Արցախի հարցը, որովհետև անկախության ճակատագրի մեջ նշված էր, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի 1988-ի Արցախի հայության որոշումը, միացումի որոշումը եւ կհանջադվի ինչ որ կապված է օդված 11-ին Արմենիան Հայաստանին հետ եւ Արմենիան Հայաստանի հայության ցեղասպանության հետ։ Adoramos այստեղ մենք պիտի ասենք թե Հայաստանի Արևելյան Հայաստանի քաղաքացիները ամսունյոթին պետք է որոշեն որ ճանապարհով պետք է շարժվին պետք է շարունակեն ասենք թե այդպես քաղաքականությունը մոռանալու համար անցյալը իրավունքները անսակորձությունները որ կատարվեցան հայության անտեպ եւ իբր թե խաղաղության բաժարով ամեն ինչ ընդունվի կամ մյուս կողմեն շարունակել դիմադրությունը, շարունակել պահպանել մեր իրավունքները, ուժեղացնել մեր պետականությունը, որբեսի մեր պետականությունը ասենք թե ծառայ այդ իրավունքներու իրականացման։ Չի նշանակե պատերազմ, կնշանակե իրավունքներ, երբ մենք կխոսենք իրավունքները, մենք կրնանք մանավանդ մենք կրնանք ապացուցել այդ բոլոր իրավունքները, որ կապված են մեզ հետ։ Դարբեր կազմակերպություններ կան, հայկական կազմակերպություններ կան, անշուշտ, եւ Հայաստանի ներս եւ Հայաստանի դուրս, որ կշարունակեն պաշտպանել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, կշարունակեն
ներկայացնել, ինչպես որ տեսանք ապրիլ 24-ին, ինչպես հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միացավ մեր զոհերի հիշադակի համար, ցեղասպանության հետ կապված, որ եւ նույնիսկ հիմա արդեն միացել են նույնիսկ հադուցման հարցերը մեջտեղ բերելու կնշանակի որ մեր ընդհանուր հասարակության մեջ բավական արդեն ստացվեց այդ խնդիրները կապված ոչ մենակ ճանաչման, բայց հադուցման մինչև բոլոր այդ իրավունքները, որ կապված են մեր ցեղասպանության հետ։ Եվ անշուշտ դուք լավ գիտեք, որ նորեն մեջտեղ ալգուկա այդ ոչ մենակ դարածքային իրավունքները, նույնիսկ մեր սեփականության եւ մեր կոլեկտիվ իրավունքները որպես ցեղասպանությունից փրկված հայությունը մենք ենք եւ դուք հիմա դերյակ եւ լավ գիտեք որովհետեւ արդեն տանուր քաղաքական դաշտի մեջ կխոսվի այդ մասին որ մեծ մասը նույնիսկ այսօրվա Հարավերյան Հայաստանի անդրադառնության ապրող քաղաքացիները արմատներ ունին Արևմտյան Հայաստանին անշուշտ հրաժարվել ադամեն ինչի ջնջել ադամեն ինչի կնշանակի փոխել բեդության իմքերը որովհետև բեդության իմքերը հիմնավորված են մեր Արևմտյան Հայաստանից փախստականներու աշխատանքներու իման վրա եկել են սերունդներ եկել են Արևելյան Հայաստանի Հանրապետությունում, Սովետ Հայաստանի Հանրապետությունում վերագենտանացվելու համար Հայաստանն շատ կարևոր է։ Բայց այսօրվան այդ ռեժիմի ուժերը կմտածեն կամ գսեն, որ չեն կրնար հիմնավորել իրենց անվտանգությունը ընդհանրապես դարբեր պահանջներու, պատմական տարածքային պահանջներու վրա։ Այս իրականության կնշանակի, որ պիտի հրաժարվեն ցեղասպանությունի հարցերով, պիտի հրաժարվեն եւ հրաժարվեցին Արցախի հայության իրավունքներով եւ այդպես կրնան շարունակել, այդպես չէ, որ գայնեցին, ինչպես որ կտեսնանք ինչ կկատարվի Սյունիքում։ Գսեն ավելի կարևոր է, որ ուժեղացնենք այսօրվան Հայաստանի պետությունը։ Շատ լավ, կուժեղացնենք։ Մենք արդեն 30 որպես Արևմտյան Հայաստանի հայությունը 1921-ից մինչև այսօր 1921-ից մինչև այսօր մենք աշխատենք կծառայենք եւ կուժեղացնենք Արևելյան Հայաստանը մինչև առաջին պատերազմը Արցախում ամեն ինչ տվինք Արևելյան Հայաստանի 35 տարի վեր 91-ից ի վեր ամեն ինչ գուտանք մեր կյանքը գուտանք Արևելյան Հայաստանի բայց մենք որոշեցինք մեր ազգային խորհուրդը Շուշիում որոշեց որ ժամանակ եկավ որ մենք կյանք տրամադրենք Արևմտյան Հայաստանի եւ ադիմաստով մենք վերակայնեցինք մեր պետականությունը եւ այսօր մենք ենք ադիմաստով որ մենք շարունակական ենք այդ պետականությունը որը ստեղծվել է 1920 շարունակական ոչ իրահավաճո կրնաբադայել որ քաղաքական ուժերը կան այսօրվան Երևանում որ իրենց կներկայացնեն որպես իրավահաջորդ բայց անոնք ոչ մի լեգիտիմություն չունին մանավանդ Երևանից այդպես հայտարարություն ունելու իրականության ինչպես որպես քաղաքական կուսակցություն
ոչ մի լեգիտիմ, որպես անձ, որպես ժողովուրդ, որպես ազգ այդ լեգիտիմությունը ունին, բայց ոչ որպես քաղաքական միավարում կամ գուսակցություն։ Եվ ինչպես զարմանալի է սեմցերի։ Երեք ինչ օր էր, ունիսի 4-ը։ Ունիսի 4-ը կնշանակե, որ 108 տարի առաջ ուրիշ կուսակցություն մը, որ մինչև այսօր գոյություն ունի, դաշնակցությունը, գնաց Բաթումը եւ ստորագրեց երի թուրքերուն հետ ստորագրեց մեր բարեկամական պայմանագիրը։ Ես շատ գուզեի իմանալ այդ Բաթումի պայմանագիրը, որը ստեղծեցին մեկ հատ Հայաստանը, որ 10,000 քառակուսի կիլոմետր ունի, ասենք թե Կովկասյան հայկական հանրապետության մասին է խոսքը։ Անոնք ամացայն են այդ ծրագիրի, անոնք ամացայն են այդ դաշնակցության, որ անժամանակ ստորագրել է։ Նորեն ամացայն են, որ չի լինի Սևանի կեսը կամ Սյունիքը։ Դա կրկիր է, մենք այդ հարցը ես այդ հարցի պատասխանը կուզեի իմանալ։ Բայց նայեցեք ինչ կա կարևոր։ Ինչ կտեսնանք։ Կտեսնանք, որ այսօր այդ քաղաքական ուժերը, որ Երևանյան Հայաստանի ռեժիմի մոտիկ են, նույն դեսակ քաղաքականությունը կտանեն, կան թե դաշնակցությունը, որ ստորագրել է, ասենք թե Թիֆլիսի ազգային խորհուրդը, որ ստորագրել է պայմանագիրը թուրքերուն հետ։ Հարց բրեմ, որպեսի ասկնամ իրականությունը, ինչպես է, կապված չէ այսօր, ասենք թե նույն ծրագիրն է, կամ ուրիշ ծրագիրներն են, ադե։ Անշուշտ, ով չի ուզում խաղաղությունը մեր տարածաշրջանում, ով չի ուզում խաղաղությունը մեր պետության մեջ, Միացյալ Հայաստանի մեջ, առաջինը Արմենիան Հայաստանի նախագահան կուզե այդ խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը կնշանակե, որ ճիշտ ասկնանք ինչ կկատարվի մեր տարածաշրջանում, որբեսի ճիշտ որոշումները ներկայացնենք։ Այսօրվան կրնանք ասել, որ ունիսի 7-ի ընտրություններուն համար Արմենիան Հայաստանի եւ Արցախի հարցը եւ արդարության հարցը մինակ եւ մինակ պատմական խնդիր մը չէ, ուղղակի կապված է միջազգային իրավունքներուն հետ եւ նույնիսկ միջազգային դատարանի որոշումները կհավացուցեն ինձ ազես։ Ադորամար, ինչպես մենք հրաժարվենք միջազգային դատարանի որոշումներուն, կապված Արցախի հայության իրավունքները, մենք չենք հրաժարվելու, մանավանդ ասենք թե անշուշտ Արմենիան Հայաստանը ընդհանրապես չի հրաժարվելու այդ ամեն ինչից, չի զիջելու ոչ մի բան, որովհետև մենք կաշխատենք իրավաբանական դաշտի վրա եւ մեր փաթեթները կպաշտպանենք, կներկայացնենք, կապահովենք, կպաշտպանենք։ Բայց ինչպես կպատահի, որ նույնիսկ հայության մեջ բաժիները կան, քաղաքական ուժերը կան, որ պատրաստ են հրաժարվել։ Մենք ոչ մի պատերազմ չենք հայտարարելու, եթե մեր իրավունքները դատարանի դիմաց կպաշտպանենք։ Այդպես է, իրականությունը այդպես է։ Այդ իմաստով, ինչպես որ ցեզի բացատրեցի, երկու ուժերը կան, ասենք թե քաղաքապարապես երկու քաղաքապարներ կան, որ կհագացեն եւ կպայքարեն մնալ, ասենք թե առանց բանջարդիրության, առանց իրավունքներ, թողնենք մոռանանք բոլոր անսակորությունները, որ կատարվեցին մեր ազգի հանդեպ, կամ շարունակենք պաշտպանել մեր իրավունքները Արևելյան Հայաստանի ներս եւ Արևելյան Հայաստանի դուրս,
Երբեք ես չեմ լսել, որ այսօրվան Հայաստանի Հանրապետությունը իրեն վրա պետք է ատքաշը վերցնի։ Ես այդպես մեր քոյությունը կհավատուցե, որ մենք այդպես չենք խոսելու։ Մենք գսենք, որ կարևոր է այսօրվան Հայաստանի Հանրապետություն դիրքորոշումը։ Շատ կարևոր է, որովհետև այսօրվան արևելյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները արևելյան Հայաստանը կրանցված է մագում, արևելյան Հայաստանը միջազգային դատարանում ատոր ունի եւ այլն չի հաշված բոլոր հնարավորությունները, որ ստեղծվել է 35 տարվա մեջ։ Կպատկերացնեք, ինչքան կարևոր է։ Ադոր համար մենք ամեն ինչ աշվի կարվենք, մանավանդ Արմենիան Հայաստանի նախագահությունը ամեն ինչ աշվի կառնե, որովհետեւ մեկ կողմեն մենք շարունակենք մեր պայքարը մեր իրավունքների իրականացման հետ կապված, մյուս կողմեն ապահովենք այսօրվան Հայաստանի, արևելյան Հայաստանի անվտանգությունը։ Դուք լավ գիտեք, որ ադամեն ինչի իման վրա ստեղծվել է մեկ հատ բաժինը Ադրբեջանի կողմեն, ասենք Բաքվի ռեժիմի կողմեն, անունը Արմենիան Ադրբեջանի։ Այդ բազագազերի մեջ երբ կխոսվի, դուք գիտեք, բոլորը գիտեք, դերյակ եք, երբ կխոսվի Արմենիան Ադրբեջանի մասին, անշուշտ ամիջապես կհիշենք Արմենիան Հայաստանի մասին։ Եվ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ քաղեցին մեր ամբողջ մեր համագարքի process-ը, որովհետեւ ըստեյցեն անոնքալ ըստեյցեն իրենց կողմեն այդ բաժինը, որ իրենց կողմեն ֆինանսավորված է ուղղակի Բաքվի ռեժիմի։ Մենք մեր ֆինանսավորումները ուկան մեր սեփական ուժերու կողմեն։ Եվ երբեք դուք գիտեք, երբեք այսօր Երևանյան ռեժիմը երբեք ոևէ ֆինանսավորումը չի տրամադրեց Արմենիան Հայաստանի։ Բայց մենք կշարունակենք մեր պայքարը, շուտով կալամից կմասնակցենք մագի ժողովները, մեր իրավունքները պաշտպանելու համար աշխարհի դիմաց։ Ադիմաստով շատ կկարևորենք ինչ կկատարվի այսօր Արևելյան Հայաստանի Հանրապետությունում, շատ կարևոր է եւ անշուշտ մեր հասարակությունը գիտեք ինչ կա մեզի համար, մանավանդ Արմենիան Հայաստանի հայության համար, ընդրությունը ամեն 5 տարվա մեջ չի։ Ընդրությունը, ընտրելը, ճիշտ ընտրելը ամեն տարվա մեջ չի, ամեն ամիս չի, մեջ չի, մենք ճիշտ ընտրելը հարգելիներս, ամեն օրերը, ամեն ժամերն են ճիշտ ընտրել, որովհետեւ զորանանք, ուժեղանանք ամբողջ հայկական ազգը միավորի Միացյալ Հայաստանը ոտքի տնելու, իսկական մեր պետականությունը ոտքի տնելու, ամեն վարքան մենք ընդրություններու դիմացենք, ամեն վարքան մենք պետք է ճիշտ որոշում ներկայացնենք։ Ад կուզեի որ գիտակցեք, հարսը ամեն 5 տարվա չէ, ամեն տարվա չէ, ամեն ամիս չէ, ամեն օր չէ, ամեն վարքանն է։ Եվ այդ ամեն վարքանի իման վրա է, որ մենք կրնանք ստեղծել հզոր բանակը, հզոր ուժը, մեզի պաշտպանելու, մեր անվտանգությունը կարգավորելու, որովհետեւ մեր ազգը, մեր հասարակությունը ավելի անվտանգ ձևով ապրի, անվտանգ ձևով։ Չի նշանակի, նայեցեք հարգելիներս, ճիշտ խոսենք։
Մեր մարմինները, անձնական մեր մարմինները ամեն օր պայքարի մեջն են։ Մեր մարմինները անկիստ չեն մնալու։ Կա դարբեր հիվանդությունները, կա դարբեր վիրուսները, կա դարբեր խնդիրները եւ մեր մարմինը ամեն վարգանը, ամեն կպաշտպանե եւ կգրվե եւ կպաշտպանե, որովհետեւ մենք առողջ մնանք։ Մեր ազգը նույնպես պետք է լա։ Մենք ամեն ինչ պետք է ստեղծենք, որովհետեւ կարողանանք մենք մեզի ապահովել, որովհետեւ մեր ազգը եւ մեր պետականությունը առողջ մնա։ Ասենք խնդրի ցավալի չէ, որ մենք ծառայենք մեր պետականության համար, մեր ընտանուր կոլեկտիվի մարմինի համար։ Ցավալի չէ, դժվարությունը չէ, որովհետև նորմալ բնական աշխատանք մնե, առաքելություն մնե, ոչ միայն կապրենք մեր անձի համար, կապրենք մեր ընտանիքներու եւ մեր ազգի համար։ Եթե այդ բնական վիճակը հաշվի չառնենք եւ եթե մինակ մենք կմտածենք մեր անձնական սոցիալական վիճակի մասին, կրնանք։ Չեմ ասել, որ կարևոր չէ։ Եվ ես չեմ ասել, որ չի պետք է զարգանա մեր տնտեսությունը ապահովելու համար մեր հասարակությունը։ Հակառակ ծևում մենք դաստիարակված ենք մենք այդպես, որ պատրաստ ենք աշխատելու ցրը քիշեր, որբեսի բայենք մեր ընտանիքը։ Եվ մենք որպես ամագարկ պատրաստ ենք աշխատելու ցրը քիշեր, որբեսի բայենք մեր ազգը։ Բնական է մեր մեջ եւ ճիշտ ասած գրնանք ապացուցել մեր ցածը, որովհետեւ գրնանք ապացուցել, որ նույնիսկ որպես գամավոր երբ կացինք Արցախը պաշտպանելու համար, մենք ոչ մի բան չդիմեցինք։ Մենք երբեք չդիմեցինք, որ վիրի շարժվենք, եթե նյութական ցևով որևէ բան կստանանք։ Այդպես չէր։ Ֆեդայինը գամավորը ինքը քաղաքապարաբես կերտա իրեն ազգը եւ իրեն հայրենիքը պաշտպանելու համար։ Ադիմաստով մենք գիտենք այդ արժեքները եւ որպես Արմենիան Հայաստանի հայ մասնավորապես եւ մենք պատրաստ ենք շարունակելու ծառայել եւ այդ առաքելությունը իրականացնելու համար։ Ինչպես որ քիչ առաջ ցեզիեսի նոր ռամանակիր մը կպատրաստեմ եւ ձեի ձեզի հետ կիսեմ այդ գաղափարը, որովհետեւ դուք ալ մտածեք, եթե որևէ ցեվով կարող եք մասնակցել։ Այդ ծրագիրը եւ այդ ռամանակիրը ծրագիրը իրականացնելու համար պիտի ստորագրեմ Արցախի հարցով չեզոք հետաքնչական անձնաժողով ստեղծելն է։ Որովհետև մենք ինչ հասկացանք, որ շատ կարևոր է, որ անհրաժեշտ է նույնիսկ ստեղծել այդպես չեզոք անձնաժողովը Արցախի հարցը ավելի խոր ուսումնասիրելու։ Եվ անշուշտ անհրաժեշտ է որոշել, թե ով է պատասխանատու Արցախում հայերի համար ասանալի քաղաքական, իրավական եւ միջազգային պաշտպանության մեխանիզմները թույլատման համար, որ արգել է եւ էթնիկ զտումը պատահեցավ։ Շատ անգամ գլսենք, որ Արցախը անձնվել է, բայց մենք ինչ աշխատանք ըրինք այդ խնդիրը
ապացուցելու։ Ինչ աշխատանք ըրինք մեր կողմեն, որբեսի կարողանանք մենք ավակել այդ բոլոր փաստերը, պատմական փաստերը, բացատրությունները, վկայությունները, որբեսի կարողանանք ճիշտ հասկանալ ինչ կատարվեցավ Արցախին հետ կապված։ Այդ քննչական ազնաժողովը ադիմաստը ունի։ Իմաստը ունի որոշել թե սա քաղաքական պատասխանատվության հարց է, թե միջազգային քրեական պատասխանատվության։ Սեղա, պետք է մենք ճիշտ մատքերն ունենանք։ Անհրաժեշտ է որոշել, թե արդյոք ընդրությունները բավարար են մարդկության դեմ հանցագործություններու անկեցրած քաղաքական պատասխանատվություն չեզոքացնելու համար, ասենք թե եթե այդ ընդրությունները որ կան հիմա Արևելյան Հայաստանում, այդ ընդրությունները ինչ պիտի արվի, ասենք թե այդ ընդրություններից հետո պիտի մոռանանք ինչ կատարվեցավ Արցախի հետ կապված, կամ ոևէ չափով պիտի շարունակենք ուսումնասիրել։ Եվ ինչու Արևմտյան Հայաստանը եւ ամբողջ Հայաստանի համար իմնարար նշանակություն ունի առաջնորդի պատասխանատվության քննությունը։ Եթե ապացույցները ցույց են տալիս անսակորձության գիտակցված մասնակցություն, դրա գդարման նպատակ նպաստել կամ դրել անսակորձությունը դիտավորյալ անսակորձություն եւ կար գործերու իրավական պատասխանատվություն, սակայն ապացույցներու չափանիչ չափազան բարձր բիդելլա։ Օրինակ անհրաժեշտ է կլիներ ցույց տալ քրեական ռիսկի մասին իմացություն, գործերու կարողություն, նշանակելի պատճառա հետևանքների կապը, միջազգային քրեական իրավունքով բաշխվող մտարտություն կամ գիտակցություն։ Ինչու այս հետաքնիչ անձնաժողովի ստեղծումը կստեղծել պիտի նախաբեդ ստեղծվի ամբողջ Հայաստանի ազգային անվտանգության համար, որովհետև մենք անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ոևէ անձնաժողով չենք ստեղծելու, մենք չենք հասկանալու, եթե այդ անսակորձությունները, որ կատարվեցին, ով պիտի պատասխան տա։ Մեր պետությունը, օրինակ մեր ընդհանուր Միացյալ Հայաստանը պիտի պատասխան տա, այսօրվան Արևելյան Հայաստանի Հանրապետությունը, որպես պետությունը պետք է պատասխան տա, կամ ռեժիմը, կամ ռեժիմի սխալ որոշումներու պատճառով կատարվեցավ այդ բոլոր հանցագործությունները։ Մենք ադամենիչ պետք է ճիշտ չափենք։ Ինչու՞։ Որովհետև որպես պետություն ստիպված ենք մենք հասկանալ եւ լուծումը ներկայացնենք մանավանդ մեր Արցախի հասարակության դիմաց, Արցախի հայության դիմաց։ Եվ եթե անշուշտ այդ հարցը կապված է անձի վրա, կամ եթե այդ հարցը կապված է ռեժիմի վրա, կամ եթե այդ հարցը կապված է ամբողջ պետության վրա, մենք պետք է իմանանք։ Պետք է իմանանք լուծումները առաջարկելու համար։ Պետք է իմանանք որոշումները եւ առաջարկները նելու համար, որբեսի ուրիշ անգամ այդ դեսակ հանցագործություն չի կատարվի։ Բոլորս ունենք, չէ՞, գույշենք ինչ կատարվեցավ Արցախի 2020-ի պատերազմի ժամանակ,
մինչև 2023-ը եւ մենք ադիմաստով սկսել ենք տատական աշխատանքները 2022-ին Շուշվա հայության իրավունքները պաշտպանելու համար։ Ադիմաստով ուզեի կիսեմ ձեզ այդ առաջարկը, որ պիտի շուտով իրականացնեմ, պիտի թիմեմ անշուշտ Արցախից դարբեր մասնագետները, փորձագետները, որբեսի իմանամ անոնք պատրաստ են մասնակցելու, որբեսի այդ կնճական անձնաժողովը գոյություն ունենա։ Ինչու մենք պիտի անենք սա, որովհետև կտեսնանք, որ դարիները կանցնի եւ հայության կողմեն, մանավանդ այսօրվան ռեժիմի, Երևանյան ռեժիմի կողմեն մենք ոչ մի դերակցություն չունենք, ոչ մի հարցունք չունենք իրենց անձնաժողովի կողմեն եւ մենք իրավունք ունենք իմանալ եւ ճիշտ իմանալ մանավանդ որպես Արմենիան Հայաստանի նախագահ իրավունք ունիմ ճիշտ իմանալ ինչ կատարվեցավ Արցախի 44 օրվա պատերազմի ժամանակ եւ մինչեւ այսօր ոչ մինակ 2020-ից մինչեւ այսօր եւ մենք մեր նպատակը լուծումներ առաջարկելու այս կարևոր վիճակները, որ այսօր ներկայացնեցի, պետք է հասկանանք, որ ոչ մենակ քաղաքական վիճակներն են։ Պետք է հասկանանք, որ Արմենիան Հայաստանի հետ կապված ինչ որ ներկայացված է քաղաքական դաշտի վրա, գանցնի իրավաբանական դաշտի վրա։ Որովհետև մենք ուրիշ ջահ չունենք մեր աշխատանքը, մեր առաքելությունը այդպես է, որ ինչ որ կորոշենք, պետք է հաստատվի իրավաբանական դաշտում եւ չի պետք է մնա քաղաքական։ Մենք այստեղ չենք ովևէ քաղաքական դիվիդանդները շահելու համար։ Ես ոչ մի նպատակ չունիմ քաղաքական դիվիդանդները հավաքելու մենք նպատակ ունենք որ այդ քաղաքական որոշումները անցնին իրավաբանական դաշտի վրա եւ ներկայացվի դատավորներուն որովհետեւ դատավորները որոշում ներկայացնեն եթե հարթարություն կա Հայաստանի համար եթե հարթարություն կա Արմենիան Հայաստանի համար արդարությունն ալ պիտի լինի Արցախի համար եւ արդարությունը զորացնելը մենք պետք ունենք որբեսի շարունակենք մեր պետականությունը մնալ մինակ քաղաքական մակարդակի վրա չի բավարար է հզոր Հայաստան ստեղծելու համար չի բավարար է որբեսի մենք կարողանանք ճիշտ ապագան առաջարկել մեր սերունդներուն եւ մեր հասարակությանն շնորհակալություն շուտով մենք իմանանք իրական վիճակը եւ մի մոռանանք մենք կզարայենք Միացյալ Հայաստանը զորանալու համար ուժեղացնելու համար հաջողություն ցեզի